կանենք։ Հաջորդ հարցը Պարոն Փաշինյան, 2024 թվականին դուք ազգային ժողովի ամբիոնից հայտարարեցիք, որ բանակցել եք Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ գույք պարտքի դիմաց գործարքով Ռուսաստանին հանձնված գույքի հարցով, ինչպես եղավ, որ Մարս գործարանը եւ Մերկելյան ինստիտուտը անցան Վլադիմիր Եվտուշենկովին, ինչ գործարք էր, կմանրամասնեք, թե ինչ եք քննարկել գործարարի հետ եւ այդ գործարանը արդյոք գործելու է եւ Հայաստանը ինչ օգուտներ է ունենալու դրանցից։ Այո, ես 2024 թվականին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ խոսել եմ այդ թեմայով, ասելով, որ գիտեք, դուք գույքեր ունեք Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես նկատի ունենալով Մարս գործարանը, նկատի ունենալով Մերկելյան ինստիտուտի մի հատվածը, որը պատկանում է Ռուսաստանին, եւ ըստ էության այդ պոտենցիալը չի գործում, այնտեղ որպես պահեստներ են օգտագործվում, եւ ես իմ ակնկալիքն եմ փոխանցել եւ ես հույս ունեմ, որ այդ գործարանները ի վերջո կաշխատեն, որովհետեւ վերցնել ուղղակի ոչինչ չանելը այդքան էլ տրամաբանական չի։ Պարոն Եվտուշենկովը ինձ ասաց, որ ինքը այդ ուղերձը ստացել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի կողմից, որպեսզի այդտեղ իրականացվի ներդրումային ծրագիր եւ մասնավորապես արտադրության ոլորտի մեծ հավանականությամբ, տեխնոլոգիական եւ այլն, եւ պարոն Եվտուշենկովը ուզում էր իմանալ իմ կարծիքը այդ խնդրի վերաբերյալ, ես ողջունել եմ այդ մտադրությունը, ես չգիտեմ այնտեղ սեփականության փոփոխություն տեղի է ունեցել, թե չի տեղի ունեցել, ես այդպիսի ինֆորմացիա չունեմ, բայց ամեն դեպքում դա Հայաստանի սեփականությունը չէ, Ռուսաստանի սեփականությունն է, եւ այնտեղ ինչ գործառույթներ, որ կամ ֆունկցիաներ ունի կամ լիազորություններ ունի Հայաստանը կիրականացնի, նկատի ունեմ, խոսքը գնում ներդրումային ծրագիր իրականացնելու համար, ես ողջունում եմ այդ մտադրությունը։ Հիմա մենք պայմանավորվել ենք հետեւյալը, որ իրենք ներդրումային ծրագիրը կներկայացնեն, իրենք իհարկե նաև որոշակի ակնկալիքներ ունեն կառավարությունից, ես ասել եմ, որ այդ ակնկալիքներին մենք կարձագանքենք, երբ որ ներդրումային կոնկրետ ծրագիր ունենանք եւ կախված նրան բովանդակությունից, ծավալներից կտեսնենք, թե կառավարությունը ինչպես եւ ինչով կարող է աջակցել։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, հարցս հայ-թուրքական սահմանի վերաբացման վերաբերյալ է, արտգործնախարարն ասաց, որ սկզբից կբացվի ինչ-որ մի հատված, ինձ հետաքրքիր է դա որ հատվածն է, եւ խոսքը գնում է մի քանի շաբաթների մասին եւ մոտավորապես երբ է նախատեսվում դիվանագիտական հարաբերություններ հաստատելը։ Եթե դուք խոսում եք Հայաստան-Թուրքիա սահմանի մասին, ես կարող եմ այդ հարցին պատասխանել, որովհետեւ նախկինում էլ առիթ ունեցել եմ ասելու, որ մենք անդադ ասում ենք հայ-ռուսական հարաբերություններ, հայ-թուրքական հարաբերություններ, բայց ի վերջո տեղել է պետության եւ չպետության ընկալման, որը բոլորիս է, ես քավլիցի հանկարծ չմտածեք ձեզ դիտողություն եմ անում, որովհետեւ ես ինքս երկար տարիներ այդ նույն բառապաշարը եւ բառամթերքը օգտագործել եմ եւ մինչեւ հիմա մեր պաշտոնական գրագրություններում այդ արտահայտությունը սպրդում է, օգտագործվում է, ես ամեն անգամ դիտարկում եմ անում կարմիր կամ կապույտ գրիչով, որ հարգելի գործընկերներ եկեք ի վերջո դիրքավորվենք որպես պետություն, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը իհարկե շատ կարևոր է եւ զարգացումներ կան այդտեղ եւ հասունացած է վաղուց, որ իրադարձություններ տեղի ունենան, ես հույս ունեմ, որ այդ իրադարձությունները տեղի կունենան եւ դեռևս 2022 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունները առնվազն իրականություն կդառնան։ Մենք հիմա նաեւ Ախուրիկի հատվածում, Մարգարայի հատվածում ամեն գործողություններ ենք անում, որպեսզի հանկարծ հնարավոր որոշումները չխոչընդոտվեն մեր կողմից անպատրաստ լինելու հետ, հույս ունեմ, որ այդ որոշումները կայացնեն։ Ես չեմ կարող կոնկրետ որևէ բան ասել, իհարկե չթաքցնեմ, դիվանագիտական խողովակներով աշխատանք արվում է, որոշակի ազդակներ մենք ստանում ենք, իմիջիալոց նաև հրապարակային Թուրքիայում տեսնում ենք, որ որոշակի դրական ազդակներ կան Թուրքիայից, բայց տեսնենք։ Մարգարայինը պատրաստ է լիարժեք, ես դեռ անցած տարի կարծեմ այցելել եմ, լուսաբանվել է կարծեմ։ Մարգարայինը արձակետը լիարժեք պատրաստ է, բայց դա էլ պետք է իմանանք, որ սահմանը բացվելուց հետո
այդ կամուրջը, որը կա, ինքը բավարար չի լինելու շատ արագ։ Եվ պետք է մտածել նոր կամուրջի, նոր կամուրջների կառուցման մասին, ընդ որում եւ Մարգարայում, եւ Ախուրիկում, եւ այսինքն Շիրակի մարզում եւ Արմավիրի մարզում, բայց դա արդեն հետագայի խնդիր է, բնականաբար այդ թեման ավելի կկոնկրետացվի, երբ որ սահմանը բացվի եւ օգտագործվի, չնայած մենք այսօր պայմանավորվածություն ունենք պատմական կամրջի, անի հատվածում պատմական կամրջի վերականգնման մասին, այդ ուղղությամբ քննարկումներ են գնում եւ հնարավոր է նույնիսկ առաջիկայում արդեն գործնական հատվածը սկսի, որը խորհրդանշական նշանակություն։ Հաջորդ հարցը